Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, սկսում ենք այսօրվա հաղորդումը։ Սաակաշվիլին, ինչպես գիտեք, Վրաստանի Հանրապետության նախագահը գտնվում է Հայաստանում եւ վերադարձավ հայրենիք։ Ինչ է կատարվել Հայաստանում նրա այցելության ժամանակ։ Նրա խոսքերից մեջբերում կատարենք, որը արտահայտվել են, արտասանել է համալսարանում, Երևանի Պետական համալսարանում, եւ ընդհանրապես նրա ասուլիսները եւ ասած խոսքերը ուշադրության արժանի են, որովհետև մենք նրան մասին գիտենք միայն CNN-ից, և ռուսական լրատվությունից, ընդհանրապես հայկական լրատվությունը վերցնում էր Սաակաշվիլու կերպարը և ներկայացնում համաշխարհային լրատվության ցանցով անցկացնելով, հատկապես կապված 2008 թվականի օգոստոսին ռուս-վրացական հակամարտության հետ առնչվող հետևանքների, նրա քննարկումներից, բայց Սահակաշվիլուն դեմ առ դեմ, այսինքն առանց միջնորդների, առանց լրատվական գործակալների կամ աղավաղումների մենք երբեք չենք տեսել, չենք լսել կապված հայ-վրացական հարաբերությունների շուրջը։ Եվ այսպես ես կարդամ նրա այցի վերաբերյալ նրա խոսքերից մի քանիսը, եւ այսպես ոչ հայերը, ոչ էլ Վրաստանում որևէ մեկը շահագրգռված չէ օժանդակել քաղաքական այն գործիչներին կամ նրանց գործունեությունը, որոնց քայլերը միտված են վատթարացնել բարեկամական հարաբերությունները երկու երկրների միջև, ավելի լավ է կանխել եւ թույլ չտալ, որ դա իրականացվի։ Երևանի Պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վրաստանի նախագահ Սաակաշվիլին, պատասխանելով ուսանողներից մեկի այն հարցին, որը վերաբերվում է օրեր առաջ Ազգային ժողովի պատգամավոր Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանին, ում վրացական սահմանի մոտ արգելել են հատել սահմանը։ Նշենք, որ հունիսի 19-ին Շիրակ Թորոսյանին թույլ չեն տվել հատել հայ-վրացական սահմանը եւ ժամանել Թբիլիսի, որտեղ հայկական պատվիրակության կազմում պետք է մասնակցեր Ֆրիդրիխ Նաումանի անվան գերմանական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող հանդիպումներին, Վրաստանի արտգործնախարարության, ռեինտեգրացման նախարարության, մի շարք հասարակական կազմակերպությունների եւ մամուլի ներկայացուցիչների հետ։ Սաակաշվիլին նշեց, որ ընդհանրապես երկրների միջև առկա խնդրով պետք է զբաղվի արտաքին գործերի նախարարությունը, ընդ որում հաշվի առնելով երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական բարձր մակարդակը։ Մեզ մոտ եւս գոյություն ունեն քաղաքական գործիչներ, որոնք մտադրված են շահարկելու նման խնդիրները։ Բայց ես կտրականապես դեմ եմ Վրաստանում նման քաղաքական գործիչների գործունեությանը եւ այդ պատճառով հաճախակի նրանք ինձ տարբեր պիտակներ էին կպցնում, անվանելով ապազգային, ոչ վրացի, այնուամենայնիվ նույնիսկ նրան վերագրում էին հայ, իբր թե դա ինչ-որ կասկածելի եւ վիրավորական արտահայտություն է։ Վրացական նախկին իշխանությունները Սահակաշվիլին այսպիսի բաներ էին ասում ժամանակին, եւ նա այստեղ ոչ վրացի է ասում։ Այնուամենայնիվ Վրաստանում ես բավականին խիստ էի նրանց նկատմամբ, ասաց նախագահը, պարզաբանելով, որ խոսքը գնում է այն վրացական քաղաքական գործիչների մասին, ովքեր օգտագործում են տվյալ ազգային խաղակարգը իրենց քաղաքական խնդիրները լուծելու համար։ Նա կոչ արեց խուսափել որևէ միջադեպերից, դրանք ոչ մի դրական բան մեզ չեն տվել ու մենք դրանից արդեն դասեր քաղել ենք։ Նա վստահեցրեց, որ Վրաստանի հասարակություն վերջին 5 տարիների ընթացքում արդեն կարողացել է համապատասխան վակցինացիա ստանալ նման գործիչներից։ Վակցինացիա նշանակում է հակամարմին, հակամիջոց, այսինքն եթե վարակված եք վիրուսով, ապա վակցինան են սրսկում եւ դուք արդեն հակամարմիններ եւ պաշտպանություն եք ստանում այդ վիրուսներից։ Վակցինացիա ստանալ նման գործիչներից, նման երևույթներից, քանի որ այդպես երևույթների դեմ կիրառվել են ամենախիստ միջոցներ։ Նա ասաց, որ նման քաղաքականությունը կլինի նաեւ Վրաստանի սահմանների պաշտպանության հարցում, բայց հավաստիացրեց, որ Հայաստանի հետ սահմանը կլինի առավել թափանցիկ։ Հայաստանի հետ մեր սահմանները պայմանական են, թեև մենք սահմանազատումը դիտարկում ենք որպես պետական սահման, իսկ պայմանական են այն առումով,
որ երկու հանրությունները սահմաններով բաժանված չեն միմյանցից։ Եվ մենք պետք է միասին հաղթարենք նման խնդիրներ, ասաց Վրաստանի նախագահ Միխայել Սահակաշվիլին։ Իհարկե նրա այցը Հայաստան առաջադիմական պետք է համարել եւ նպաստավոր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։ Պետք է ասել, որ Հայաստանի մոտեցումը հայ-վրացական հարաբերություններին ավելի շահագրգռված պետք է լինի, քան թե Վրաստանը պետք է ցուցաբերի հայերի նկատմամբ։ Ինչու՞։ Վրաստանը որպես պետություն Հայաստանի ոչ տարածքի կարիքը ունի, ոչ ճանապարհների, ոչ տարանցիկ բեռների, ոչ էլ որևէ կախվածություն ունի նրանից։ Հայաստանը ընդհակառակը Վրաստանի հետ ունի իր տնտեսության կյանքի քաղաքացիների համար շատ անհրաժեշտ հարաբերություններ զարգացնելու կապեր, եւ այդ միջոցները նա չի կարող հենց այնպես զգացական մոտենալ։ Հայ-վրացական հարաբերությունները շատ լուրջ եւ զգուշ հարաբերություններ են։ Այդ հարաբերությունների առաջի հակասությունը կամ առճակատումը ստեղծել են թուրքերը, իսկ հայ-թուրքական հարաբերությունների առճակատումը ստեղծել են մասոն սիոնիստ հրեաները։ Այս հաջորդականությամբ է գալիս։ Նրանք կատարել են համաշխարհային իրենց ծրագրերը, Թուրքիան կատարել է իր ծրագիրը, որից հետո Վրաստանը կատարել է իր ծրագիրը եւ վերջում Հայաստանը ոչ մի ծրագիր չունի։ Այսինքն ոչ գաղափարախոսական, ոչ տերիտորիալ, ոչ մի բան չունի։ Այսինքն Հայաստանը մնում է որպես այս քաղաքականության խաչմերուկներում որպես մի բանվոր դասակարգ, այսինքն ինչ կորոշեն Եվրոպայի մասոնական օթյակները, ինչ կանեն սիոնիստները, ինչպես կհակադրեն թուրք եւ հայ ժողովրդին Թուրքիայում, ինչպես հայերը դուրս կգան ապստամբության, ինչպես թուրքերը կկոտորեն, կվտարեն երկրից, բաց թողնելով այս դատն ու արդարությունը։ Հետագայում ինչպես թուրքերը կպարտադրեն, որպեսզի Վրաստանն ու Հայաստանը թշնամանան, կստեղծեն 1918 թվականի պատերազմը կապված Լորվա, Ախալքալակի տարածքների հետ եւ վրացիների մոտ կառաջացնեն կայուն ատելության բաղադրիչ հայերի նկատմամբ, հայերի մոտ կառաջացնեն պաշտպանական ատելության բաղադրիչ եւ այսպես այս ժողովուրդները իրար հարակից հպված, զսպված հանդուրժողականություն ցուցաբերելու սահմանի մոտ, որը կարող է ցանկացած պահին վերածվել թշնամության, ապրում են մինչև այսօր։ Սահակաշվիլու այցը դուռ է բացում։ Առաջինը, կարծես թե հնարավորություն է դառնում, որ վերջնականապես հայ-վրացական սահմանի հարցը լուծվի։ Այսինքն նրանք դառնան բաց, Հայաստանի քաղաքացին գնա Վրաստան, Վրաստանինը գա Հայաստան եւ ոչ մի մաքսային հարցեր չլինեն մեկը մյուսի նկատմամբ։ Վրացական եւ հայկական տնտեսությունը եւ քաղաքականությունը այս առումով Կովկասում շատ կարեւոր է։ Այլապես անտեր մնացած երկու հանրապետությունները մեկը ձգտում է կպչել հարևանին, մյուսը կպչում է ինչ որ օտարի, բայց մոռանում են, որ իրար հետ պատը պատին հարևան են։ Եվ նույնիսկ մենք ունենք ժողովուրդ հայեր, որոնք ապրում են Վրաստանում, Թբիլիսիում, Ախալքալաքում եւ այլն։ Եվ տերիտորիալ հարցը հայ-վրացական միայն կարող է հայերի եւ վրացիների թշնամիների օգտին վիճաբանության նյութ պրովոկացիա արվել երկու ժողովուրդների միջև։ Եվ եթե հայ-վրացական հարաբերությունները թշնամացել են սկսված թուրքական կամ սիոնական, մասոնական օթյակների գործողության հետևանքով, դրանք հարկավոր է այսօր վերացնել, կամ մեղմել, կամ գտնել, այսպիսի խոսակցություններ վարել։ Եվ Սահակաշվիլին կարծես թե նետում է դա, որ այդպես պիտի անենք։ Մեջտեղը կա հայ-ռուսական հարաբերություններ, վրաց-ռուսական հարաբերություններ,
հայերը պետք է օգնեն, որպեսզի այդ հարաբերությունները դառնան մարդկային, տարածաշրջանին օգտավետ եւ երեք ժողովուրդներ իրար հետ լեզու գտնեն եւ կգտնեն դա, որպեսզի 4-րդ, 5-րդը կամ այլ ծրագրեր միջազգային այստեղ չկարողանան բխտոր ջրումձուկ որսալ։ Այս քաղաքականությունը Հայաստանի համար հրատապ է։ Եվ ամենաառաջինը հայ-վրացական սահմանները դարձնել, ինչպես ասում էր, թափանցիկ, առանց ստուգումների եւ այլն, ինչպես սովետական միության ժամանակ էր, չէ՞ այդպես։ Վրաստանից գնացող բեռնատարները գան Հայաստան, Պարսկաստան են ուզում, անցնեն գնան։ Նրանց ճանապարհը պետք է բացել։ Հայաստանին է, Վրաստանով անցնեն գնան, պետք է բացել։ Հիմա հաշվարկել թե ով ինչքան օգուտ կանի, դա պետք չի, որովհետեւ երկու երկրներն իրար հետ այդ հարաբերությունները լուծած կլեն։ Եվ պետք է վերականգնվի անպայման հայ-վրացական ոչ թե տնտեսական համագործակցությունից բխող բարեկամությունը, փոխշահավետ եւ այսպիսի բաներ, այլ հոգու հարազատությունից, հարևանությունից բխող մարդը մարդու, որտեւ երկու ժողովուրդներն են, նույն ժողովուրդն են, համարյա, ասենք այսպես, որպեսզի չվիրավորենք մեկը մյուսին եւ պարտավորեն չի ենթարկվել, չառաջտուրտվել օտարների հրահրած քաղաքական ինտրիգներով տարածքաշրջանում։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Սաակաշվիլին համասանում, տեսնենք այնտեղ ինչա կատարվել։ Կամ ինչպես խոսել է բոլոր ասածները լինեն Ռուսաստան, կամ ինչպես խոսել, որ բոլոր ասածները լինեն Ռուսաստանի մասին, գրված է հոդվածում։ Վրաստանի նախագահ Միխայել Սաակաշվիլին երեկ ավարտեց իր պաշտոնական այցը Հայաստան։ Հնդած Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր դառնալով եւ ոսկե մեդալ ստանալով ԱՄՆ-ում դեռևս ուսանելի Սաակաշվիլին իր իսկ ոսկերով ցանկացել է գիտությամբ զբաղել, ուստի գնահատում է դոկտորի կոչումը։ Վրաստանի նախագահը ուշադիր լսեց Հայաստանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի իրեն ուղղված ելույթը հայ-վրացական հարաբերությունների դարավորության ներկայացմամբ, որքան էր անսպասելի էր, այնուամենայնիվ պետական համալսարանի ռեկտորի խոսքում անդրադարձ կար ժամանակին Թբիլիսիում հայերի մեծամասնություն լինելու, Վրաստանում հայության թվի վղրճատման, միայն մայրաքաղաքում ավելի քան 30 հայկական եկեղեցիների ժամանակին գործելու, Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցում Հովնաթան Հովնաթանյանի մանրանկարչության հանգամանքներին։ Ինչևիչե Վրաստանի նախագահն իր ելույթում նախ հայտարարեց, թե Վրաստանը էթնիկ պատկանելությամբ չի բաժանվում, մինչդեռ դժվար թե Միխայել Սաակաշվիլին չի հիշում, օրինակ իրենից ոչ շատ առաջ նախագահ Զիադ Գամսախուրդիայի կարգախոսները, Վրաստանը հավասարապես բոլորինն է, հայտարարեց ԵՊՀ-ում Միխայել Սաակաշվիլին եւ ինչպես ասում են, լեզուն ինչ ասես կասի։ Էսպերանտոյի իհարկե գրված է հետաքրքիր ոճով։ Էսպերանտոյի նման հայերի եւ վրացիների միջև Թբիլիսիի ժամանակի հայկական թաղամաս հավլաբարի լեզուն կիրառելը գրավիչ գաղափար է կարծես թվում Սաակաշվիլուն, քանի որ Հայաստանը երկօրյա այցի ընթացքում Վրաստանի նախագահ մեկ անգամ չէ, որ այդ մասին նշել է։ Շատ լավ է, որ վրաց նախագահը հոդվածը գրել է Հարությունյանը, Հարությունյան, վերցված է ազգից։ Լեզվական ընդհանրություն է ուզում ունենալ իր հարևանների հետ, բայց ասում են, երբ մարդիկ ուզում են միմյանց հասկանալ, բնավել կարևոր չէ, ինչ լեզվով են խոսում, սա է միջայլոց։ Իսկ ընդհանրապես Սաակաշվիլի խոսքը համալսարանների համար ինչին էլ վերաբերվեր, ավելի շատ Ռուսաստանի մասին, ու այդ երկրի դեմ էր, քանի խոսում էր ագրեսորից եւ օկուպանտից, կոնկրետ նշվում էր Ռուսաստանը։ Իսկ երբ Սաակաշվիլին անդրադարձավ հայ եւ վրացի ժողովուրդների կրած կոտորածներին, այդ առումով նշեց մեկ այլ օտար երկիր, չգիտես ինչու խոսափելով, իսկ գուցե վախենալով գոնե Օսմանյան կայսրության անվանել 20-րդ դարասկզբի հանցագործ պետությանը։ Ուրեմն տեսեք, Սաակաշվիլին նույնիսկ չի տվել այդ հարցը, որովհետև Վրաստանի վրա թուրք քաղաքականության ազդեցությունը 1917 թվականից, երբ որ Ռուսաստանը քանդվեց, քայքայվեց եւ Կովկասյան սեյմը հայ, վրացի, ադրբեջանցի
միացյալ կոալիցիոն կառավարություն էին կազմում եւ թուրքական քաղաքականությունը ճեղքեց, բաժանեց, հակադրելով վրացիներին հայերի հետ, այդ ժամանակվանից պետք է ասել մենք դաստիարակվում ենք սառը այդ քաղաքականությամբ, մենք եւ վրացիների մոտ դա ավելի ցայտուն է, որովհետեւ նրանց հարաբերությունները ավելի շառավղային են, աչուձախ։ Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա Սաակաշվիլի ներկայացմամբ այնպիսի տպավորություն կարող է ստեղծել, թե Վրաստանը միայն աշխատում է ու հոգում Ջավախքի կարիքները։ Վրաստանի նախագահը հավաստացրեց, որ Սամցխե Ջավախեթի տարածքաշրջանի համար արվում է ավելին, քան մյուս տարածքաշրջաններում, երկաթգիծ է կառուցում, ճանապարհներ։ Ավելին Ջավախքն Սաակաշվիլու հավատալու բան է, ասում են, ուզում են դարձնել լեռնադահուկային կուրորտ։ Այսինքն նրա ելույթներից իրոնիայով ասում է Հարությունյանը։ Նորից այսինքն փորձում է թեթև կծույության բիբար ցանել Սաակաշվիլու ելույթը համալսարանի վրա, որը տվյալ պահին ես ավելորդ եմ համարում, որովհետև Սաակաշվիլու այցելությունը Հայաստան շատ կարևոր է, հանդիպումը երկու նախագահների Հայաստանում մանավանդ, թե նա ինչ կխոսի, գոնե կխոսի խուսանավելով, փորձելով բարեկամության մասին խոսել, առերևույթ, ներքին եւ այլն, բայց դա կարևոր չէ, կարևորն այն է, որ հեռանկարում հայ-վրացական բարեկամության ճանապարհներ եւ թեկուզ հեղեղատներ պիտի գցվեն։ Հեղեղատ այն է, որ ջուրը քանդում է հողը, վնասելով կանաչ ճիմը, բայց բացում է ջրի ճանապարհը։ Այսինքն վնասները մենք պիտի մի կողմ դնենք եւ մտածենք միայն մի բանի մասին՝ հայ-վրացական հարաբերությունները երկու երկրների համար կարևոր են, շատ կարևոր են։ Երբ որ Վրաստանը Ռուսաստանի հետ պատերազմական դրության մեջ էր, վրացիները օգտվում են հայկական օդանավակայաններից իրանց քաղաքացիներին Ռուսաստանից բերել տանելու։ Դուք պատկերացնում եք, չէ՞, ինչքան օգտակար էր Հայաստանի բարեկամությունը Վրաստանի նկատմամբ։ Եվ այդպես էլ Վրաստանի բարեկամությունը Հայաստանին շատ կարևոր է։ Ես հիշում եմ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ Լենինականում, Սպիտակում առաջինը ժամանել էին վրացական ավտոբուսները, երբ Երևանից հələ դեռ չէին գնացել։ Առաջի օգնությունը եկավ Վրաստանից։ Նրանք կազմակերպած մեքենաներով վիրավորներ էին կրում Թբիլիսի հիվանդանոցները։ Եվ այդ ժամանակ, երբ որ արդեն տունը մեռել կար, թշնամություն կամ հակադրություն կամ նման բաներ մի կողմ են դրվում։ Այնպես ինչպես երկու հանրապետություններին, Վրաստանին եւ Հայաստանին, պետք չի հասնել այնպիսի դրության մեջ, որ մեկն ու մեկը գտնվի աղետի մեջ եւ հետո մյուսը մարդկայինից, բարեկամությունից դուրս ելած իրան կոտորելով վազի թե ինչով օգնեմ։ Ուրեմն այդ բարեկամությունը պետքա միշտ ջրել, ինչպես Սաակաշվիլին Երևանում ջրեց իր իսկ տնկած ծառը ժամանակին, եկավ ջրեց նաև այդ ծառը, որովհետև երևի հայերը կամ կառավարությունը լավ չեն ջրել, բայց դա սիմվոլիկ է սա։ Եվ հայ-վրացական հարաբերություններում ով ինձ ճիշտ կհասկանա, չգիտեմ, բայց երկու երկրները պիտի ունենան բաց սահմաններ, ինչպես Ամերիկան եւ Կանադան, ինչպես Ռուսաստանը եւ Իսրայելը, որոնք առանց հրավերքի բանի պիտի գնան կան ճանապարհները եւ ես երկուսը պիտի լինեն Կովկասյան տարածքաշրջանի ոչ կապված կառավարական կամ կոալիցիոն, այդպես չէ, երկիր, որին ձգտում են աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդները, ինչպես Գերմանիան Ֆրանսիայի հետ սահման չունի, նրանք ստեղծեցին Եվրոմիությունը, այնպես էլ Հայաստանը եւ Վրաստանը նույն ձևով կարող են ստեղծել Կովկաս միությունը, որտեղ երկու պետությունները, քաղաքացիները գնան
թող կառնեն, բիզնես կդնեն, փողը նույնը կլինի եւ այլն, ամեն ինչ կարող են ստեղծել միասնական, ինչպես Եվրոպան։ Եվրոպան ոնց ստեղծեց։ Իսկ ինչու է հնագույն ազգերը չեն կարող Կովկասում ստեղծել, ինչ որ նրանք են ստեղծում։ Թե նրանք պիտի առանձին գնան, առանց իրար հետ հարաբերություններ լինելու։ Ուրեմն մեր ապագան հետևյալն է։ Եթե մենք բայց եկեք սենց մտածենք, ոչ թե սատանություն ենք անում, որպեսզի ծով դուրս գանք եւ տրանզիտ գումարներ չմուծենք։ Իբր թե բարեկամություն ենք անում, բայց օգուտի համար։ Այդ օգուտը մի կողմ պետք է դրվի։ Պարզապես բարեկամություն ենք անում, որպեսզի բարեկամություն արվի, որպեսզի խիղճը հանգիստ լինի։ Իսկ դրանից բխող լավ բաները թող իրանք լրացնեն այդ բարեկամություն, բայց ոչ թե բարեկամություն ենք անում, որ մեր նավերը ինչ որ ապրանքներ բերեն Հայաստան ու մենք շրջափակումից դուրս գանք։ Այսինքն պիտի արվի սրտանց, ինչպես ցանկանում ես։ Այս կապակցությամբ կարծում եմ առաջի քայլերը կարվեն եւ Հայաստանը մեծ կարեւորություն կունենա այս հարաբերությունների զարգացմանը եւ ընդհանրապես այն վերքերը, որոնք հասցրել են արևմուտքից տարածքաշրջանին ամեն ձևի կապված հակադրությունների, փող, պատերազմ, չգիտեք ինչերի, կամ աշխարհի մնացած ժողովուրդները։ Եվ նորից պիտի հիշեցնեմ Մոլլա Նասրադինի էշի պատմությունը, որ երբ որ էշը կորում ասում է 10 ոսկի կտամ նրան, ով որ էշս բերի։ Ասում են այ Մոլլա, մի էշը մի ոսկի է շուկայում, ամենալավ էշը, չհաշված են էշերը, որոնք Թուրքիայից Ադրբեջանը ներմուծեց չէ $16,000, 18-ով եւ այլն։ Ասում են գնա առ ինչի համար, չէ, ասում է իմ էշը որ գտնվի, դուք չգիտեք ինչ քաղցրություն ունի գտնվածը։ Հետևաբար գտնված բարեկամությունը կորուստներից հետո, որ կորելա չկա, հույս չգնա առելի, հայ վրացական հարաբերությունները փչացել են, գնա հայ պարսկական հարաբերությունները զարգացրա, գնա հայ սիրիական հարաբերությունները զարգացրա, շուկան լիքն է, էլի, գնա, չէ, այն կորցրած բարեկամությունը գտնելը ամենաթանկագինն է, դա պիտի գտնես։ Հետևաբար մեր հարաբերություններում կգտ ճանապարհների մասին թող մտածեն հանրությունները, թե ոնց անեն։ Մարդու իրավունքներ կան վերջո, քաղաքացու իրավունքներ կան, ազատություններ կան, դրանցով որ առաջնորդվեն Հայաստանի կամ Վրաստանի քաղաքացիները, կարող են հանկարծ ուրիշ ճանապարհներ գնա։ Վերջո Եվրոխորհուրդ կա, դատարան կա, բան կա, այս բոլորին հաշվի առնող չկա։ Ուրեմն տակից պիտի բարեկամություն անեն, նա վերևից արեք։ Սաակաշվիլին երկար խոսեց, ԵՊՀ-ում ինչ ասես պատմեց իր երկրից։ Գրված է Հարությունյանը, որը թեթև բիբար է գցում իր թղթակցության վրա։ Ինչ ասես պատմեց իր երկրից, ամեն թերություն առնչելով Ռուսաստանին։ Մնացյալն իրենց ձեռքբերումներ որակեց։ Իսկ որ Հայաստանի բեռների տարանցման գները բարձր են, չհամաձայնեց, ասելով թե վրացական երկաթուղին հայկական տարանցման վրա գումար գրեթե չի աշխատում։ Դե վերին Լարսը ռուսներն են փակել, աբխազական երկաթուղին էլ Ռուսաստանը ճուզեց գործարկել։ Իսկ ավարտին Վրաստանի նախագահը բացահայտեց ճակետներով գրած, որ ըստ իրեն Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը նսեմացնող գործունեություն է իրականացնում Վրաստանում, մինչդեռ հայերն վրացիներն շահագրգիչ են, որ նման բան արվի իրենց տարածքաշրջանում։ Սաակաշվիլի վկայությամբ հենց Վրաստանի ներսում կան ուժեր, որ մոմ են վառում նման առիթներն օգտագործելու համար, բայց ինքը Վրաստանի նախագահը չի թողնում։ Հայաստանում էլ կան այդ ուժերը, որոնք մոմ են վառում, որպեսզի իսկապես Հայաստան-Վրաստան այդ հարաբերություններում միշտ մնա ինչ որ աստիճանի սառնություն, այդ բոլորիս էլ հայտնի է։ Մնում է խոստանալ, որ այսօր վրացական մամուլում հակահայ հրապարակումները ուղարկվեն վրաց նախագահին, թե չէ մի տեսակ անտեղյակի տպավորություն է թողնում այդ օրինակ հայտարարություն անողը, գրում է ազգում այսօրվա Հարությունյանը, բայց գլխի չի ընկնում այն ինչ որ ես ասել եմ եւ Հայաստանի նախագահ, եւ Վրաստանի նախագահ, եւ Ռուսաստանի նախագահ, եւ ելի իշքան նախագահ կա, մի մոռացեք։
100 տարի առաջ կատարվող դեպքերը Եվրոպայում։ Ես դրա վերաբերել հաղորդում կնվիրեմ, եւ այս նախագահները բոլորը շրջափակման մեջ են։ Նրանք լուրերը հրամցվում են իրենց ստորադաս ինչ-որ օղակներից, որոնք փողերը ստանում են այլ երկրների հիմնադրամներից։ Գնացեք նայեք, Վրաստանում քանի թերթ կա։ 40, Հայաստանում քանի հատ կա։ 30, մի հատ նայեք աշխատակազմը, 20-25 հոգի։ Ինչ են անում դրանք, այդ թերթերը, որտեղից են փող ստանում։ Մի հատ հաշվեք էլի, ուրեմն եւ Վրաստանում, եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, եւ Ռուսաստանում ամենուրեք այս մամուլի պատերազմը կամ իշխանությունների մեջ տեղավորված այս լրատվությունը նրա համար է, որպեսզի երբ պետք լինի սրանց միջոցներով լավացնեն, վատացնեն, քանդեն, շինեն երկու երկրների հարաբերությունները, քաղաքականությունը տարածքաշրջանում, ինչ ուզես անեն։ Հարցը սա է, եւ դա քննարկման, այսպես ասած, առիթ տալիս է մեզ, որ քննենք, ասենք, այդպես է թե այդպես չի։ Եվ ծաղրել, թե Սաակաշվիլին իբրե խաբար չէր էս ինչ բաներից։ Վերջում ասեմ հետեւյալը նաեւ։ Երբ որ Սերժ Սարգսյանը գնաց Վրաստան, հայ-վրացական սառնության մեջ արտահայտվեց այն արտահայտությունը, որ արտաքին գործերի նախարարը դիմավորեց Հայաստանի նախագահին եւ տարավ, հետո ծանոթացրեց, մտավ այնտեղ, քայլ արված էր քաղաքական եւ Սաակաշվիլին հանդիպեցին, խոսեցին եւ այլն։ Երբ Սաակաշվիլին եկավ մեր մոտ, նորից արտաքին գործերի նախարարը գնաց, հետո եկավ հանդիպեցին Սերժ Սարգսյանին եւ այլն, ռեզիդենտում։ Սա ինչ պրոցեդուրա է։ Ով է այս պրոցեդուրան գրել, որ այսպես պիտի լինի։ Չէ որ սա պայմանավորված են սխալ հիմքերով։ Ինչու պետք է Սաակաշվիլին չդիմավորի Սերժ Սարգսյանին հենց օթանավակայանում։ Այդքան իրարից խորթ են, որ այդպիսի սառնություններ պիտի անեն։ Արեցին վրացիները։ Ինչու համար հայերը պիտի դա անեն։ Ինչու օթանավակայան չի գնացել Սերժ Սարգսյանը, որպեսզի կատարվի այն երևույթը, որը մենք կոչում ենք քաղաքակրթություն, եւ ոչ աչքի դեմ աչք, ատամի դեմ ատամ։ Երկու երկրներ էլ քրիստոնյա, մեկի դրոշակի վրա 5 հատ կա, մյուսի նախագահն էլ առանց կաթողիկոսը կողք ունենալու ելույթներ չի ունենում։ Երկու քրիստոնյա երկրներ են։ Ինչու հանկարծ մեկը որ այդպես անում, այն մյուսն էլ այդպես անում։ Եվ այս երևույթը երկու պետություններում շատ բացասական է։ Հիշեցնեմ, որ Թեհրանում կատարված Արարատ ֆուտբոլի եւ Թեհրանի վրա Պարսկաստանի հավաքականի 60-ական թվականների այս լարվածությունը, որը որ կար, կապված Վրաստանի հայերի եւ այլ Վրաստանի չէ, Պարսկաստանի հայերի եւ այլ, ընդհանրապես մուսուլմանական քրիստոնեական այս խաղերը, սա վերջ տրվեց, երբ որ Վրաստանում, ներողություն, Պարսկաստանում, Թեհրանում, խաղի ժամանակ, երբ որ ամբողջ ստադիոնը պատրաստ էր հայերին ուտել ֆուտբոլային կրքերի վրա։ Այդ նույն բանը անում էին Թբիլիսիում, Երևանում Արարատ Դինամո Թբիլիսի հանդիպումների ժամանակ, եւ այդ ժամանակ մի ֆուտբոլիստ ընդամենը պարսկական մարզասերի մոտ ստեղծեց մի այնպիսի ուղեղի խառնում ворդ, որը նշանակում է մարդկություն, երբ որ ընկած պարսիկ ֆուտբոլիստին ձեռքը մեկնեց եւ բարձացրեց։ Այդ ժամանակ այդ 40,000 մարդ պարսիկները, որ ագրեսորներ են, սսկվեցին, հասկացան մարդկությունը ինչ բան է։ Հետևաբար Սերժ Սարգսյանի օթանավակայան գնալը, երբ որ դիմացին այդ քեզ ուրիշ ձևով է պատասխանում, դու մարդկություն ես ցույց տալիս, նա հասկանում է, որ ինքը սխալ է։ Եվ նույն բանը կատարվեց Թեհրանում ֆուտբոլի ժամանակ, բայց Թեհրանի հասարակությունը զարմացավ, ընդունեց, հիացավ հայ ֆուտբոլիստի վարմունքով։ Այդ մասին պատմում են Գլենդելի պարսկահայերը։ Սրանով ավարտենք մեր այսօր հաղորդումը, ստեսություն ձեզ։